Այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են տվյալ պրոյեկտի շրջանակներում, եւ եթե այդ պրոյեկտի իրական նպատակը Հայաստանի ճանաչելիությունը աշխարհում բարձրացնելն էր, ապա այսպես ասում մեկ գումարած մեկ հավասար է երկու, այսպես պարզ տերմինոլոգիայով ես բացատրեցի, որ այդ հսկայական ծախսերը, եթե ուղղվեին Հայաստանի արտաքին գովազդի եւ մարքեթինգին, ապա դրանից եկած արձագանքը միջազգային անհամեմատ ավելի մեծ կլիներ, որովհետև տեսեք, մենք կարող ենք 1000 բան կառուցել, բայց հետո այդ 1000 բանը նաև պիտի գովազդենք, հասկանում եք, այսօր մենք օրինակի համար ունենք աշխարհում Գինեսի ռեկորդների գրքում գրանցված տաթևեր ճոպանուղին, դա զբոսաշրջային լուրջ պրոդուկտ է, չէ՞, իսկ ինչ ունենք մենք իրականում, տաթևեր ճոպանուղին վերջին տարիներին տարեկան այցելությունը չի գերազանցել 4000 մարդը օրինակ, այսինքն ինչ է ստացվում, մենք ունենք այդ պրոդուկտը, բայց այդ պրոդուկտի մասին գրեթե ոչ մեկ չգիտի արտերկրում, կամ եթե անգամ գիտեն էլ, ապա հավանականությունը, որ մարդը գումար կծախսի, որ ինչա թե ինչ-որ ճոպանուղի նստի կիլոմետրեր, հազարավոր կկտրի կգա, չէ, կամ որ մարդը հազարավոր կիլոմետրեր կկտրի կգա կհասնի Հայաստան, ինչա թե որ տեսնի ինչ-որ ժամանակակից Քրիստոսի արձան, մի աշխարհում, որտեղ կրոնը արդեն 3-4 տեղում է գտնվում առհասարակ սոցիումի կյանքում, տեսեք, մենք պիտի մի բան հասկանանք, Հայաստանի զբոսաշրջությունը սպառողները, այդ հիմնականում զարգացած երկրներն են, եւ զարգացած երկրներում բնակվող կոնկրետ շերտերի մարդիկ, այսինքն միջին եւ ավել եկամուտ ունեցող մարդիկ, ովքեր մեծամասամբ չեմ բոլորի մասին չեմ խոսում, բայց մեծամասամբ առանձնապես այսպես կրոնական կյանքով չեն ապրում եւ նրանց Հայաստան գալու նպատակը ամենևին քրիստոնեությունը չի, այո դա պատճառներից մեկն է, որ քրիստոնյա երկիր է, ապահով երկիր է եւ այլն եւ ունի հսկայական քրիստոնեական ժառանգություն, սա չի կարելի որևէ կերպ չնկատել, բայց մարդիկ կրոնական туриզմի չեն գալիս եւ հավանականությունը, որ չգիտեմ Շվեյցարիայում բնակվող Հանսը կնոջը վերցնելու եւ հատուկ փաթեթ առնի, ինչա թե գա տեսնի հատիս լեռան վրա կանգնած ինչ-որ նոր արձան, չգիտեմ շատ բարդ է դա պատկերացնելը